Միացյալ Նահանգների նախագահը Իռլանդիայի վարչապետի հետ հանդիպմանն անդրադարձել է Ուկրաինայի շուրջ զարգացումներին։ Դոնալդ Թրամփը տեղեկացրել է, որ Ջիդայում Կիևի եւ Վաշինգտոնի պատվիրակությունները քննարկել են ոչ միայն հնարավոր զինադադարը, այլև հողային հարցեր։ Նա հիշեցրել է, Սաուդյան Արաբիայում ուկրաինական կողմը համաձայնել է հրադադար հաստատել։ Այժմ ամեն ինչ կախված է Ռուսաստանից։ Իմ մարդիկ գնում են Մոսկվա, ասել է Սպիտակ տան ղեկավարը։ Թրամփի խոսքով որոշ դրական մեսիջներ է ստացել, բայց դա դեռ ոչինչ չի նշանակում։ Լրագրողի հարցին ինչ ճնշում կարող է Թրամփը գործադրել Մոսկվայի վրա ստիպելու գնալ խաղաղության, Միացյալ Նահանգների նախագահը պատասխանել է. Իհարկե մենք կարող ենք որոշ բաներ անել, որոնք ֆինանսական առումով շատ վատ եւ կործանարար կլինեն Ռուսաստանի համար, բայց հուսով եմ դրա կարիքը չի լինի։ Թրամփը խոսել է Գազայի հատվածում իրավիճակից, տեղեկացրել, որ աշխատում է Իսրայելի հետ լուծելու առկա խնդիրները։ ԱՄՆ նախագահը նաև հավատացրել է, ոչ ոք չի պատրաստվում վտարել պաղեստինցիներին։ Կուրսկի շրջանում ռուսական ուժերի առաջխաղացման եւ Սուջա քաղաքի նկատմամբ վերահսկողությունը վերադարձնելու մասին Ռուսաստանից հնչող հայտարարությունների ֆոնին Ռուսաստանի նախագահն այցելել է Կուրսկի հրամանատարական կետերից մեկը։ Սա 2024 թվականի օգոստոսին Կուրսկի ուղղությամբ ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր Վլադիմիր Պուտինի առաջին այցն է Մարս։ Նրան դիմավորել է Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, զեկուցել սահմանին իրավիճակի մասին։ Ընդհանուր առմամբ ազատագրվել է ավելի քան 1100 քառակուսի կիլոմետր տարածք, հակառակորդի զբաղեցրած տարածքի ավելի քան 86%-ը, ասել է Վալերի Գերասիմովը։ ԳՇՊՏ հավելել է, որոշ շրջաններում ռուսական ստորաբաժանումները հատել են պետական սահմանը եւ մտել Ուկրաինայի Սումիի շրջան։ Վլադիմիր Պուտինը հույս է հայտնել, որ շատ սեղմ ժամկետում հնարավոր կլինի դուրս մղել ուկրաինական ուժերը Կուրսկի մարզից։ Նաեւ պետք է մտածենք ապագայում պետական սահմանի երկայնքով անվտանգության գոտի ստեղծելու մասին, հավելել է Կրեմլի ղեկավարը։ Պուտինը համոզմունք է հայտնել, որ Կուրսկի շրջանում ռուսական կողմի դեմ պայքարողները ահաբեկիչներ են։ Գերի ընկածներին պետք է վերաբերվենք որպես ահաբեկիչների, շեշտել է Ռուսաստանի նախագահը։ Կուրսկի շուրջ իրավիճակը մեկնաբանել է նաև Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին։ Նա հայտնել է, որ Կուրսկի շրջանում եւ Սուջա քաղաքի արվարձաններում ակտիվ մարտական գործողություններ են։ Ռուսական ուժերը փորձում են դուրս մղել մեզ եւ ռազմական գործողությունները տեղափոխել Սումիի եւ Խարկովի շրջաններ, մանրամասնել է Սիրսկին։ Հրամանատարը նշել է, որ զինվորների կյանքը փրկելու համար անհրաժեշտության դեպքում ստորաբաժանումները տեղափոխվում են ավելի բարենպաստ դիրքեր։ Չնայած ճնշմանը կշարունակենք Կուրսկի ուղղությամբ պաշտպանությունն այնքան, որքան դա նպատակահարմար եւ անհրաժեշտ կլինի, եզրափակել է Սիրսկին։ Լեհաստանի վարչապետին Անկարայում ընդունել է Թուրքիայի նախագահը Դոնալդ Տուսկը եւ Ռեջեփ Էրդողանը քննարկել են Ուկրաինայի շուրջ վերջին զարգացումները, երկկողմ կապերը, Թուրքիա-ԵՄ հարաբերությունները, անդրատլանտյան կապերը, տարածաշրջանային եւ գլոբալ այլ զարգացումներ։ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան եւ Լեհաստանը տեղակայված են ՆԱՏՕ-ի արևելյան եւ հարավային թևերում եւ ունեն Եվրոպայում ՆԱՏՕ-ի խոշորագույն ցամաքային բանակները։ Մեր երկրներն անփոխարինելի են Եվրոպայի անվտանգության ապագայում, շեշտել է Թուրքիայի նախագահը։ Նա հավելել է, եթե Եվրամիությունը ցանկանում է պահել իր ուժը, պետք է Թուրքիային լիիրավ անդամակցություն տրամադրի։ Էրդողանը նաև ողջունել է այն փաստը, որ Կիևն ընդունել է 30-օրյա հրադադար հաստատելու Վաշինգտոնի առաջարկը։ Հուսով ենք Ռուսաստանը կառուցողական մոտեցում կդրսևորի եւ կանի նույնը, ասել է Էրդողանը։ Տուսկն էլ հույս է հայտնել, որ Անկարան կաջակցի ամբողջ տարածաշրջանում կայունությանը եւ անվտանգությանը։ Պատրաստ ենք գործակցել մեր թուրք ընկերների հետ պաշտպանության եւ պաշտպանական արդյունաբերության ոլորտում, նշել է Լեհաստանի վարչապետը։ Նա հավատացրել է, որ իր երկիրն աջակցում է Թուրքիայի եվրոպական կուրսին։ Դոնալդ Տուսկը հավելել է, Վարշավայի եւ Անկարայի նպատակն է նպաստել Ուկրաինայում կրակի դադարեցմանը, Սիրիայի կայունացմանը եւ վերականգնմանը։ Վաշինգտոնը չի կարող խանգարել Իրանին միջուկային զենք ստեղծել, եթե մենք ցանկանանք դա անել, հայտարարել է Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին։ Միևնույն ժամանակ նա կրկնել է, Թեհրանը միջուկային զենք չունի եւ չի ձգտում ունենալ։ Ալի Խամենեիի խոսքով Իրանը պատերազմ չի ցանկանում, բայց եթե Վաշինգտոնը սխալ քայլեր ձեռնարկի, ապա վճռորոշ հակաքայլեր կհետևեն։ Եվ բոլորից շատ կտուժի Միացյալ Նահանգները, նախազգուշացրել է Իրանի հոգևոր առաջնորդը։ Նա կարծիք է հայտնել, որ միջուկային ծրագրի շուրջ Թեհրանի հետ բանակցելու պատրաստակամության մասին Դոնալդ Թրամփի հայտարարությունները միջազգային հանրությանը խաբելու փորձ են։ Խամենեիի խոսքով Իրանը նախկինում բանակցել է Վաշինգտոնի հետ, սակայն Թրամփը խախտել է ձեռք բերված պայմանավորվածությունները։ Դիանա Գասպարյան, լուրեր։